Այսօր Գոսպորտ FM-ի հաղորդմանը հյուրընկալվել էր դերասան Կարեն Հովհաննիսյանը, ով անկեղծ զրույց է ունեցել հաղորդման ընթացքում։ Վերջինս առաջին անգամ անկեղծացել է նշելով, որ ինքն ու կինը դերասանուհի Մանե Հակոբյանը ամուսնալուծվել են։ Այս լուրը իսկական իրարանցում է առաջացրել համացանցում դերասան Կարեն Հովհաննիսյանը բավականին հանգստությամբ է խոսում իրենց բաժանման մասին, նշելով, որ իրենք երկուսն էլ փորձում են ամեն բան անել, որպեսզի իրենց փոքրիկ դուստրը չնկատի իրենց ընտանիքում տեղի ունեցած այս անորոշ վիճակը։ Կարեն Հովհաննիսյանի խոսքով շատ հնարավոր է, որ իր կողքին մոտ ապագայում ինչ-որ այլ կին լինի և ինքը իսկապես մեծ սեր ունենա։ Կարեն Հովհաննիսյանը հաղորդման շրջանակներում խոստովանում է, որ արդեն գրեթե 1 ամիս է, ինչ նրանք ամուսնալուծվել են։ Թե որն է այս զույգի ամուսնալուծության իրական պատճառը, դժվար է ասել։ Նշենք, որ Մանե Հակոբյանը Կարեն Հովհաննիսյանի առաջին կինը չի եղել։ Թերևս սա նկատի ուներ հաղորդավարուհին, այն հարցը տալիս, արդյոք Կարեն Հովհաննիսյանը հիասթափվել է սիրուց, սակայն դերասանը միանգամայն նշում է, որ շատ հնարավոր է շատ շուտով իր կողքին այլ կին լինի։ Նշենք նաև, որ այս շրջանում Մանե Հակոբյանը նկարահանվում է «Գոյամարտ» հեռուստասերիալում։ Մանեն իր դերասանական առաջին քայլերն արեց «Վերջին զանգը» հեռուստասերիալում նկարահանվելով, այնտեղ հանդիսատեսը նրան շատ սիրեց։ Դե իսկ այժմ էլ հետաքրքրված է դերասանուհու խաղով «Գոյամարտ» հեռուստասերիալին հետևելով։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինը, դերասանուհի Մանե Հակոբյանը բավականին սիրված է և ակտիվ է հարության շրջանում։ Մանեն պարբերաբար հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալիս դստեր մասնակցությամբ տեսանյութեր ու հոլովակներ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով խոսում է այս կամ այն իրավիճակի իրադարձության մասին, որը անհանգստացնում է իրեն։ Այսօր Մանե Հակոբյանն ինստագրամյան էջում հուզիչ հրապարակում է արել, ցույց տալով, թե ինչպես է հետևում մանկական Եվրատեսիլ 2025-ին և ինչպես է մեր պատվիրակի ելույթին հետևելիս արտասվում։ Մանեի փոքրիկն ասում է՝ ինչու ես լալիս մայրիկ, իսկ Մանեն էլ նշում է, որ չի կարողանում բացատրել ինչքան է սիրում մանկական Եվրատեսիլը և առհասարակ մեր ներկայացուցչին։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, դերասանուհին ինստագրամյան էջում հանդես է եկել հրապարակումով, նշելով, որ իրականացրել է երկար տարիների իր երազանքը։ Վերջինս մասնակցել է «Կնոջ կյանքի բարեփոխում» Ֆեմինա հաղորդաշարին և որոշել գնալ փոփոխության։ Կյանքիս ամենաճիշտ ու անհրաժեշտ փուլում ստացա առաջարկը իրագործելու գլխումս վաղուց ծնված ու հասունացած ցանկությունները։ Անհավանական շնորհակալ եմ Յուրիևնա Մարինային և Ֆեմինա AM-ի ողջ թիմին։ Նշենք նաև, որ երևում է, որ Մանե Հակոբյանը վիրահատել է իր քիթը։ Հավելենք նաև, որ Մանե Հակոբյանը վերջին շրջանում առավել շատ սիրվեց նկարահանվելով «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Թեպետ այս սիրված հեռուստասերիալում Մանե Հակոբյանի դերը շատ կարճ տևեց, այնուամենայնիվ երկրպագուները հերթական անգամ սպասում են դերասանուհուն տեսնել այլ նախագծերում։ Թե ինչն էր պատճառը, որ Մանեի դերն այդքան կարճ տևեց, դժվար է ասել, սակայն պարզից էլ պարզ է, որ Մանե Հակոբյանը շատ էր սիրել այս թիմը և շատ էր սիրում այստեղ նկարահանվելը։ Նշենք նաև, որ մենք բազմիցս հրապարակումներով ենք հանդես եկել խոսելով «Վերջին զանգը» հեռուստասերիալի ամենաշատ սիրված դերասանուհու Ռոզա Դավթյանի մասին։ Նա շատ ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ դերասանուհին հանդես էր եկել մի հոլովակով։ Հոլովակում դերասանուհին մի քանի կերպարներով ցույց է տվել, թե ինչ զգեստ կարելի է կրել, օրինակ, նշանադրությանը, նախարարսանեկան խնջույքին, ապա երեխայի սեռը պարզելու արարողությանը, փոքրիկի ծննդից հետո նրա մկրտությանը և այդպես շարունակ։ Համացանցում ակտիվորեն տարածվում է այս հոլովակից առանձնացված
մի կադր, որտեղ դերասանուհու ձեռքին կապույտ եւ վարդագույն դրոշակներ են։ Սա տպավորություն է ստեղծում, որ դերասանուհին պատրաստվում է մայրանալ եւ այդպիսով պարզում է երեխայի սեռը, սակայն այդպես չէ։ Նա այս հրապարակումով նաև ցույց է տալիս, թե ինչ տեսքով կարելի է պարզել սպասվող փոքրիկի սեռը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք վերջին օրերին դերասանուհին ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում խոսում էր տարբեր հարցերի մասին, պատասխանում հետևորդներին հետաքրքրող տարբեր հարցերի։ Նրան հետևյալ հարցն էին ուղղել. «Շատ հետաքրքիր է, թե ոնց եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Ձեզ շատ եմ սիրում»։ Ռոզա Դավթյանը խոստացել է մոտ ժամանակներս տեսանյութով հանդես գալ եւ հենց տեսանյութի միջոցով պատմել իր եւ Գուրգենի ծանոթության մասին։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ Ռոզան եւ Գուրգենը մասնակցում էին հարսանիքի։ Մենք առանձնացրել էինք այս հարսանիքից մի քանի կադրեր, որտեղ երևում էր, թե որքան գեղեցիկ տեսքով է դերասանուհին մասնակցել իր ընկերուհիներից մեկի հարսանիքին։ Ընկերուհի, ում հետ տարիներ առաջ Ռոզան սկսել էր համագործակցել, իսկ համագործակցությունը վերածվել է ընկերության։ Դերասանուհին գեղեցիկ յուրօրինակ տեսքով էր ներկայացել, կրել էր սև զգեստ եւ մի լավ ուրախացել երեկոյի ընթացքում։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր։ Նշենք նաև, որ Ռոզա Դավթյանը օրեր առաջ հրապարակել էր երջանկայիշատակ հայրիկի մասնակցությամբ լուսանկար, այդպիսով նշելով, որ նրա մահվան 4-րդ տարելիցն է։ 4 տարի առաջ հոկտեմբերի 28-ին մենք մնացինք առանց քեզ, պապ։ 4 տարի ես չեմ զանգել քեզ։ 4 տարի քո համար սուրճ չեմ դրել։ 4 տարի քեզ չեմ օգնել խանութի գործերում։ 4 տարի ամենառավոտ չես հանել ինձ քնից ու ասել, որ աղջիկն այդքան չի քնի։ 4 տարի առաջ ես լրիվ ուրիշ մարդ էի, դու ինձ չես տեսել հիմա, 4 տարի հետո։ 4 տարի քո ծնունդը չեմ շնորհավորել։ Քո հետ չեմ խոսացել որսից, թռչուններից, կրակելուց։ Ես քեզ սպասում եմ, պապ։ Գոնե հիմա արի, 4 տարի հետո։ 4 տարի ու ցավը այն է, որ դեռ մի ամբողջ հավերժություն մենք չենք հանդիպելու։ Իմ ապրվելիք ոչ մի օրում ես քեզ էլ չեմ տեսնելու։ Երբեք։ Հավելենք նաև, որ Ռոզա Դավթյանի մասին մենք հաճախ ենք հրապարակումներով հանդես գալիս։ Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ Կույր աշխարհ հեռուստասերիալից։ Այդ օրից ի վեր վերջինս սիրված է հանրության կողմից, նրա յուրաքանչյուր հրապարակում, անձնական կյանքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն
Հետաքրքրում է հետևորդներին և նրա երկրպագուներին։